Ողքի բնակչությունը ողջունում է ձեր գալը։ Սա վաղուց սպասված այց էր Զորք։ Շնորհակալ եմ։ Մենք շատ հպարտ ենք եւ շատ ուրախ ենք, որ դուք անձնական շահը մի կողմ թողնելով գերադասեցիք ազգային շահը։ Դուք կանգնեցիք մեր ակունքների կողքին, մեր հայապահպանության կողքին, որովհետեւ այս կորզանարար ընթացքը կանգնեցնեք։ Գյուղի խնդիրները դուք իրենցանից լավ գիտեք։ Ձեր ուղերձում ամեն ինչ ասված է։ Մենք ամբողջ ազգաբնակչությունով ողջունում ենք ձեր քայլը։ Ձեզ հաջողություններ ենք ցանկանում։ Այսօր սիրտս ցավում է։ Տեսնել ես ոչ մի բանի խնդիր չունեմ, բայց տեսնելով իմ աղջի ազգի խեղճությունը, կոտրվածությունը, որ փայլուն ապագա չկա, անհույս գնում եմ մարզերում, գյուղերում նայում եմ խեղճացած պատերի տակ նստած, վարկի պարտքի տակ, սիրտս ցավում է։ Այսօր իմաստը եկել եմ գյուղա, գյուղացի եթե գյուղնախարարություն չունի, այս մարդը սարի տակ եկեն նստի, ինչ պետք է անի։ Սև չկա, պարարտանոց չկա, վառելիք չկա, ջուր չկա, ինչ, ոչ մի բան չկա։ Այդ մարդը կամ պետք է թողես երկրից հետա, կամ պետք է գնա քաղաք։ Գյուղացին սահմանապահողն է, ժողովրդին կերակրողն է, գյուղացին բերք ու բարիք ստեղծողը։ Գյուղնախարարությունը ոնց կարան փակեն, մի հատ ուզում եմ հասկանալ, ոնց։ Ինչի համար են փակում։ Բա գյուղացով ով է զբաղվելու։ Այդ հողերը ով է զբաղվել։ Նայելով տատիկի ցախ կյանքը աշխատել է։ Հիմա այսօր եկել է խորը ծերություն, որ բարեկեցիկ անցկացնի։ Թոշակը երբ կարա բարձրանա, որ ես ասեմ վաղը 200 լինելու, սուտ է, այսպես բան կյանքում թույլ չեմ տասը։ Պետք է լիարժեք տնտեսությունը զարգանա, բյուջեն գումար լինի, որ այդ բյուջեի գումարից էլ ասեն այս թոշակների համար, այս առողջապահության համար, այս ուսման համար, այս երիտասարդ ընտանիքների համար, ցանկացած 1% տնտեսական աճը 25 միլիարդ է։ Հիմա այսօր սաղը վարկի տակ եք, չէ՞։ Չէ, լուրջ, ճիշտ եմ ասում։ Ամեն ընտանիքից 2-3-ը, չէ, մեկն է չէ։ Տնտեսական ճգնաժամ ա եղել։ Համաճարակ, կորոնավիրուս ա եղել։ Մի տարի մարդը չի աշխատել, պարտքի վարկի տակ ա։ Եղել է պատերազմ, էլի մարդիկ ծանր վիճակի մեջ են։ Պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում ա շնորհում։ Իր ժողովրդին, որ 2 միլիոն 450 հազարից միանգամից 2 միլիոն 200,000 մարդ այդ բերից կպրծնի, ցեղից դուրս կգա։ Ոչ թե այսօր անգիր արե 4 տարի եկել եմ ձեր հետ խոսում եմ, այլ կյանքը տեսել եմ դժվարություն էլ, նեղություն էլ, լենություն էլ, սա գիտեմ, ձեր ցավը տանեմ, պատկերացնում եմ, խնդիրն էլ լուծումն է։